Ձեր ստեղծագործության համար դեռ 7-րդ դասարանում պարգևատրվել եք ու գուցե հենց Մարտիրոս Սարյանի խրախուսանքը ձեզ դարձրեց կար ներսից, բայց նաև այդ խրախուսանքը վճռորոշ եղավ մասնագիտության ընտրությամբ ու կյանքի ընտրության հարցում։ Ինչ խոսք այդ որ պատում է 7-րդ դասարանում մրցանակաբաշխություն եղավ եւ Սարյանը եկավ ինձ համար շատ զավեշտալի թվաց, որովհետեւ հետո երբ որ շատ արդեն ծանոթ էի, շատ էի հաճախում արվեստանոց, հետո զգացի, որ Սարյանի ոչ մի խոսք հենց այնպես չի։ Եթե նա մի բան ասում է մի նկարի մասին, ուրեմն պետք է սևեռուն կերպով նայես, ուշադրություն դարձնես, ինչի համար Սարյանը ասաց։ Դե փոքր է 7-րդ դասարանի մրցանակաբաշխություններ կատարում սալոն կոչված նկարիչների միություն այդպիսի ներկերի սրահ ուներ եւ այնտեղ կախված էր մի դիմանկար էի նկարել, ինձ թվում էր թե ես ինչ եմ արել, մեկ է Սարյանը եկավ կանգնեց Այ մարդ, հլը նայի, երկու աչք ունի, երկու ականջ, մի քիթ, մի բերան, մարդու նման է, ու այդպես նայեց բավականին երկար ու անցավ, ես մի կողմի վրա քաշվա, ասի ուրեմն այնքան է կասկածում, որ ես մարդ նկարելուց մի աշկանի պետք է կամ ես շատ դեմ ինչ, հուզվել էի, հետո երբ որ ընթերցեցին այդ մրցանակաբաշխությունը, ինձ տվեց իրեն ձեռքով այդ մրցանակը եւ իրեն վերջիններից մի քանի հատ եւ մի փոքրիկ ներկապնակի այդ էտյուդնիկ կոչված արկղը, որը շատ երկար պահեցի մինչև բանակ գնալս, հետո այդպես կորսվեց։ Պարոն Թադևոսյան, դուք ձեր ստեղծագործությունների պատճառով պատժվել եք, բանակի դեպքը հիշեք։ Բանակում եղել է այդպիսի մի բան, արդեն նկարում է այնտեղ զինվորական զորամասի համար պլակատներ եւ այլ։ Տերլեմեզյանն արդեն ավարտել էիք այդ ժամանակ։ Երրորդ կուրսից, առաջի կուրսից 3 ամիս եմ սովորել Տերլեմեզյանում։ Նկարիչ չէիք։ Չէ, բայց դե արդեն կար, որ ձեռքս կար, ընդունվել էի, ուրեմն մի բան կա, որ ընդունել են, ու այնտեղ կատարում է այդ աշխատանքները։ Զինվորական եւ այլ շատ աշխատանքներ ինձ ազատում են երանության մեջ է ազատ երբ ուզում քնում վեր էի կենում այդ աշխատանքներն էի կատարում այդ դա շահեկանորեն ինձ օգուտ էր եւ մի օր էլ ուզում եմ նկարել բայց կտավ չունեմ կտավ էլ չկա նրանք ինչ տալիս էին պատրաստի այդ մասն էին տալիս ուրեմն հերթապահում էի գիշերը ինքնաթիռների մոտ եւ այդ ծածկոցը այդ կտորից երևի մի 30 սանտիմետրի վրա այդպես կտրեցի մյուս օրը կլեմ կսեն ժամանակ գրունդ բան դժվար էր մի խոսքով ու դրան վրա նկարեցի ինչ խոսք այդ նկարը կա մինչև հիմա ինձ մոտ է եւ մյուս օրը եկան տեսան այդ բացվածքը բա ինչ ա եղել ձեր օրոք ա եղել եւ այլը խոստովանեցի որ sense ոնց թե բան դրա համար ինձ պատժեցին այդ 15 սուտկա կոչված պատիժը Նկարելու ցանկություն եք ունեցել որովհետև ֆուտբոլ է խաղում ու այդ իրենց կոմանդում խաղում է մի 3 օր նստեցի որից հետո եկան ինձ ազատեցին նորից մի առիթով Համոսակիչի հետ Համոսայանի հետ գնում էինք իրենց ջուղը եւ մեզ հետ էր Լևոն Թուխիկյանը, Վլադիմիր Մսրյանը գնում էինք որ այնտեղ այդ մեր հերավոր Սիսյանի այդ գյուղում Լոր գյուղը չէ Լոր գյուղում այո այդ գետի ափով մի հրաշք տեղ էր այստեղից մենք հետևն ենք նստած բնական է ինքը արխիվում էր նստած ու գնացինք որ բարձանում ես այդ ճանապարհը հրաշք շատ գեղեցիկ ճանապարհ է ամեն մեկս մեր մտքի մեջ այսպես նայում ենք շրջապատը ամեն մեկը նրանք դերասանական կյանքով են ապրում դուք նկարում էիք ես նկարում էի համոն է լուր էլի իրեն տողերներ շարադրում
Հասանք վարորդը ասեց, այստեղ պետք է մի քիչ բենզին լցեմ, եթե կարելի է Սիսիանի այդ թեկության վրա, երբ որ մտա որ լիսկավորի, մեկ է համոն կամաց շուռ եկավ, ասեց տղեկ ինչ լավ զրույց արեցինք, չէ։ Եվ իսկապես այդ լռությունը էլի իրենից պարունակում է հրաշք զրույցներ անձայն եւ Երանի հասկացողին, որ այդ լռության մեջ նաեւ զրույց է գնում։ Պարոն Թադևոսյան, դուք արդեն նշեցիք, որ մեծերի ժամանակակիցն եք, նաեւ Հրանտ Մանթևոսյանի, Սոս Սարգսյանի կրողն եք նաև այդ ընկերության այդ ամեն ինչի մեզ մի քիչ պատմություններ պատմենք, էլի հետաքրքիր կամ մի բան, որ հենց հիմա մտքին կգա, հնարավոր է զավեշտալի կամ շատ տպավորիչ։ Սոսի հետ մի ընկեր ունեմ Շերմազանյան Վանուշը մի շատ լավ բան է գրել Սոսի հետ կապված, իրեն ծնունդները հիշում եմ, մի նկար ունեմ, մի ծերուկի եմ նկարել, Սոսը միշտ ասում էր, «Էդ իմ հերն է»։ Արա ասում է, «Էդ ինչքան իմ հորը նման է», դե ասում էի շատ լավ է, որոշեցինք այդ ծննդյան օրը իրեն թատրոնում ասի տանեմ նվեր տամ, Սիրուն շրջանակի մեջ գցեցինք, տարա ասեցի ես բան, ասում է դու արդեն որոշել ես, որ ինձ չթողես արվեստանոց գամ, ասի ինչի համար, ասում է այս նկարը ոչ թե իմ հերս է, բոլորիս հերն է, մեկ որ կարոտում եմ, մահանա եմ անում իբր թե հորս եմ կարոտել, նաև քեզ մոտ եմ ուզում գալ, որովհետև հաճելի այդ զրույցները, դե Սոսն էլ շատ չէր խոսում, սովորաբար այդ բանը եւ նկարը ասես խնդրում եմ իդ վերցնես, ես կտանես, կկախես նույն տեղը, որպեսզի գամ ու այդ հանկարծակի տեսնելը այդ հաճույքը զգում ապրում եմ։ Այնպես որ ուրեմն նաև Սոսի հետ կապված մի ժամանակ մի քիչ վատառողջ էր արդեն մտա մոտը ասում եմ Արտաշեսովիչ, այ ինչ կուզեր, ասում է Ստեփանավանից որ գնում ես դեպի Կույբիշև գյուղ կա, ասում է այնտեղ ճանապարհին ձախ կողմի վրա մատուռ կա մի շատ հրաշք։ Ասում է այնտեղ այնպիսի կակաշներ են բացվում, ալ կակաշներ, ասում է եթե այդ կակաշներից մի հատ նկարեր, բերեր, չես պատկերացնում, ես կպիոներանայի։ Գնացի էլ ժամանակ չկորցրեցի, հասել եմ, տեղում նկարեցի։ Կակաչները տեղում էին։ Տեղում են, կակաշները կար, այդ են շրջաններ, որ կակաշների շրջան։ Հունիսի 15-ին է բացում կակաչը, մինչև ամսվա վերջը կա, այն մեծ խաշխաշ կոչվող կակաչի տեսակն է։ Բերեցի իսկապես այնքան լավ զգաց, ասի, կախեցի պատին, ասի, վարպետ ես թող լինի ամեն օր հիշես, որ բան ես խոսք տվել, որ սա տեսար, ուրեմն պետք է լավ զգաս ու լավ այլես օրը։ Հոգևոր սնունդ է։ Պարոն Թադևոսյան, դուք ազդվել եք նաև Մարտիրոս Սարյանի գույներից, ընդհանուր մի բան ես ինձ արվեստագետ բնավ չեմ համարում, բայց ընդհանուր այդ պայծառ գույների մեջ տեսնում եմ եւ այս սերնդի նկարիչների ժամանակակից երիտասարդներին կուզեք անուններ ասեք, կուզեք գործեր ասեք, որ տպավորիչ են, որ դուք տեսնում եք, որ այդ ազդվելը շատ են ասում, ոչ մեկից ես չեմ ազդվել, այն ինչ որ իմ մոտ եղել է այ այն ինչ որ տեսել եմ իրենց այդ աշխատանքի պայից, այդ անվախության պահն եմ ես ուսուցանել մեծերից, իմ դասախոսներից, Մարտիրոս Սերգեյիչից, ես շատ անգամ այնտեղ էի լինում, օգնում էի ներկեի տալիս բան, ինքը որ աշխատում էր, ու այդ ռիսկի գործոնը նա ոչ թե նկարում էր, նա հարձակվում էր կտավի վրա եւ վերջնական արդյունքում միշտ ինքը ախտող էր դուրս գալիս, այ դա եմ սովորել, թե չէ գունային առումով իմ գույները Սարյանի հետ ոչ մի կապ չունի եւ ոչ մեկի հետ կապ չունի, եթե ասենք թե ինչ որ բան հաճելի է որ ասել նման է Սարյանին կամ Սարյանի գույներն են, չէ, ես Սարյանից սովորել եմ գունային բազմազանության
օգտագործումը, որտեղ շատ նկարիչներ մի ներկով սկսում են մեկ տեսար վերջացրել է հոյակապ նկարիչ է, բայց գունազգացողության որոշակի պակաս ունի։ Իսկ Սարյանը աշխատելիս երբեք առավելությունը չէր տալիս մի գույնի եւ անդադ այդ գույնը սկսում էր չարաշահել իրեն այդ հատկացված հատվածում կտավի մեջ։ Նա անմիջապես հիշում էր, որ սա էլ կա եւ իր խոսքերի մեջ միշտ ասում էր երբեք մի մոռացի, որ կարմիրից բացի կանաչ կա, կապույտ կա եւ մնացած գույները։ Ցանկացած գորշ գույն քո նկարում լուսավոր է դառնում, որովհետև նրան այնպիսի միջավայրում ես դնում, որ նա տեսանելի լինի, ինտերնետի լինի բոլորի համար, եւ այնտեղ նա կորցնում իրեն գորշությունը, չնայած ինքը առանձին գորշ գույն է, բայց ընկնում է լույսի մեջ եւ ինքն էլ լուսավորվում է։ Չլինի գորշը վառ գույները չեք տեսնի։